Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անեք թույլ կտակ ես զեկուցողին տեսնեմ։ Բագրատյան, իհարկե պրոտեկցիոնիստական քաղաքականություն այն է, ինչ որ մենք միշտ ասում էինք, եւ տեղական արտադրողին խթանելը իհարկե շատ ոգևորող քայլ է։ Դա ամենտեղ է օգտագործվում։ Ես չեմ ասում, ինչի ասեք երկարաժամկետ տես բան չենք անելու։ Ամեն դեպքում օրենքը, որ մշակվում է, փոփոխություն առաջարկում, որոշակի իրավիճակային փոփոխության հետևանք է լինում։ Ես կխնդրեի դուք նշեիք երկու թիվ, որովհետև դուք եք օրենքի հեղինակը եւ խնդրեմ կառավարության վրա հղում չանել։ Մետաղի ամրանների սպառման ծավալների դինամիկան վերջի 3 տարում խնդրեմ ներկայացնել եւ տեղական եւ ներմուծվող չափաբաժինների հարաբերությունը, այսինքն տեղական արտադրանքը որքանով է կարողանում տեղական շինարարական պահանջները բավարարել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, այո, օրենքի հեղինակ ես եմ եւ օրենքը միտված է պաշտպանելու տեղական արտադրողին։ Այդ տվյալները, որ դուք առաջարկում եք, որ ես բարձրաձայնեմ, խիստ փոփոխական են։ Սկզբնական շրջանում դա եղել է ամբողջովին ներմուծում, երբ որ մենք արդեն արտադրությունը կազմակերպել ենք, արտադրության ծավալները, տեղական արտադրության ծավալները բարձրացել են մինչև 50%-ի փոխլրացվել են ներկրողը 50%-ով եւ հիմա նորից տատանումներ կան, այսինքն այս պահի դրությամբ, որ ասենք այս պահին ինչքանն է ներկրվում եւ ինչքանն է արտադրվում, նույնիսկ պետեկամուտները կարող են հստակ ճշգրիտ թիվ չկարողանան ասել։ Դրա համար ես այն դինամիկան կառավարության ներկայացուցիչը կներկայացնի, բայց ես ասեմ, որ մենք այս պահին հավասար խմբականակներով որոշակի հնարավորություն ենք ստեղծել, որ այս պահին էլ հավասարվեն խմբականակներ ներկրման եւ արտադրվող, որովհետև հակառակ պարագայում եւ տեղական արտադրողը հնարավոր է որ ավելի լոյալ սկսի աշխատել, այսինքն ուշադրություն չդարձնի ծախսային մասին, չկարողանա ժամանակը խնդրում ասել։ Համեցեք արձագանք։ Պարոն Բագրատյան, ամեն դեպքում ես կխնդրեի հստակ ասել, ամրանների, որ օգտագործվում է 23 կամ 22, 23, 24 եւ կարող է 25-ի գոնե առաջի կիսամյակով։ Դրանց սպառման դինամիկան մեծացել է, փոքրացել է, որովհետեւ պարզ է, չէ՞, ձեր այս ինչ որ հիմա դուք եք անում, ինչ որ դուք եք զեկուցում, շատ նմանա ցեմենտի հետ, ինչ որ զեկուցվեց։ Ճիշտ է։ Եվ դուք ինքներս երկուսովս էլ հասկանում ենք սրա այս ձեր օրենսդրական փոփոխության նպատակը եւ ինչ ենք գուժում այստեղից։ Շնորհակալություն։ Համաձայն եմ պարոն Խաչատրյան, որ այո, շատ նման է եւ անալոգ է ցեմենտի արտադրության եւ այո, պետ-թուրքի կիրառումը եւ նաեւ կարծում եմ դուք էլ գիտեք, որ այս պահին Միացյալ Նահանգները բոլոր երկրների նկատմամբ գրեթե կիրառում է այս մեխանիզմը, պրոտեկցիոնիզմը կիրառում իր արտադրողներին պաշտպանելու համար Չինաստանի հետ դուք տեսաք, որ սկսած 50-ից մինչև 100% մաքսատուրքը ավելացրեց, որպեսզի տեղական արտադրողին պաշտպանի, հետեւաբար մենք նույնպես կիրառում ենք դա, նորից եմ ասում, որ 22, 23, 24 թվականին աստիճանաբար տեղական արտադրողի ծավալները մոտեցել է մինչև 50%, բայց հստակ թիվը կարող է ասել կառավարության ներկայացուցիչը, որովհետև նորից եմ ասում, այդ տվյալները անընդհատ հիմա իսրայելա-իրանական հակամարտության ընթացքում նորից խիստ տատանում տվեց, այսինքն ինքը կոնկրետ չունի հունվար ամս, հուլիս ամիս, որովհետև անընդհատ տեղաշարժեր են լինում, այս իմաստով հենց նաև կիրառվել է այս տուրքը, շնորհակալություն։